Ժողովուրդ հայոց, ապրիլ 24-ը մեզ համար ուխտի օր է և մենք այսօր Թիֆլիսի հայերս, վիրահայերս հավաքված այստեղ եկեք մեկ անգամ ևս ուխտենք, որ հավատարիմ պիտի մնանք մեր հայրերի ժառանգությանը և նախանձախնդիր և նվիրումով ու անձնազոհությամբ պիտի տեր կանգնենք հայ դատին և հայոց արդար պահանջատիրությանը։ Մեր ժողովուրդը այնքան սիրեց իր Տիրոջը Քրիստոսին, որ 101 տարի առաջ Քրիստոսի օրինակով ամբողջ մի ժողովուրդ խաչին կանգնվեց, ինչպես որ մեր Տերը Քրիստոս դավաճանության զոհ գնաց իր աշակերտի կողմից և սատանան Հուդայի միջոցով մահվան ու խաչի մատնեց Հիսուսին, այնպես էլ մեր ժողովուրդը 101 տարի առաջ դավաճանության զոհ գնաց նենք Թուրքին, քանի որ մեր ժողովուրդը օտար բանակից կողմից հարձակման չենթարկվեց, մեր հայրերը օրինապահ և հարկատու քաղաքացիներն էին Օսմանյան կայսրության, որոնք դարերով ապրում էին իրենց բնորանում և ահա դավաճան թուրքը նենգաբար, սիստեմատիկ, կազմակերպված, նախամտածված կոտորեց մեր ժողովրդին, ինչպես որ սատանան Հուդայի միջոցով գործեց Քրիստոսի դեմ, այնպես էլ սատանան Թուրքի միջոցով ու կերպարանքով գործեց հայ ժողովրդի դեմ։ Սատանա և թուրք, սրանք այլևս հոմանիշներ են, թող մեր թշնամին չկարծի, որ 100-ամյակով վերջացավ, ընդհակառակը 100-ամյակը նոր սկիզբ է։ Մեր եկեղեցին մեկ տարի առաջ սրբացրեց մեր ցեղասպանության զոհերի նահատակներին և մենք իբրև ժողովուրդ և եկեղեցի այլևս դադարում ենք ողբալ ու սգալ մեր զոհերի համար։ Մենք խնդրում ենք նրանց բարեխոսությունը, քանի որ նրանք սուրբ են, երկնքում են և Աստծու մոտ են, բայց այս 100-ամյակը նոր հանգրվան է, ավելի եռանդով, ավելի կազմակերպված, միահամուռ, միակամ ու միասիրտ հայոց պահանջատիրությունը և հայ դատը առաջ տանելու և հասցնելու հաղթական հանգրվանին, որն է պատմական մեր հողերի Արևմտյան Հայաստանի վերադարձը իր իրական Տիրոջը հայերիս և փոխհատուցում մեր 1,5 միլիոն նահատակների համար։ Թող Սուրբ խաչը պահապան լինի հայությանը ամենուր և հատկապես Հայաստանի ու Արցախի սահմաններում մեր խիզախ զինվորներին և եկեք աղոթենք և խնդրենք, որ մեր սուրբ նահատակները բարեխոս լինեն և թող մեր զինվորներին պաշտպանի անխոցելի վահաններով մեր Տերը Հիսուս Քրիստոս, ամեն։